Ողջույն, ձեզ հետ Արմինե Գրիգորյանն է, եկել եմ մի կարճ բան ասեմ և շարունակեմ վերլուծությունս, ուրեմն եթե պատահական ձեր կյանքում վերջին շրջանում հանդիպում է տեղի ունեցել հին հարևանի, հին գործընկերոջ, հին ընկերոջ, մի մարդու հետ, ում հետ պատահաբար եք հանդիպում և երկար տարիներ նրան չեք տեսել և չեք էլ մտածել այն մասին, որ կարոտել եք կամ ինչ-որ զգացում ունեք նրա մասին, նույնիսկ գուցե մոռացել եք նրա գոյության մասին, ապա թվագիտության տեսանկյունից սա հուշում է, այսինքն թվագիտության մեջ ոչինչ պատահական չէ, այլ նման երևույթներին պետք է ուշադրություն դարձնել և հասկանալ, որ սա ինչ-որ հուշում է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Ասեմ, որ եթե դուք նման հանդիպում տեղի ունեցել ձեր անհատական տարվա մեկ թվի էներգիայի ներքո, ապա սա խոսում է այն մասին, որ սա բավական մեծ խորհուրդ ունի, այսինքն ժամանակն է եկել հինը բաց թողելու, հին էներգիաները, հին մտածելակերպը, այն ամենը, ինչ հնուց բերել եք ձեզ հետ, որը որ ձեզ ընդհանրապես օգուտ չի տվել և պիտանիք չի եղել, ժամանակն է այդ ամենին հրաժեշտ տալ և ձեր կյանքը կառուցել նոր գաղափարների, նոր ուրեմն մտածումների և նոր էներգիաների միջոցով և այսինքն դա հուշում է, որ հինը սկսել է խանգարել ձեզ և պետք է ամեն ինչին նայել նոր, թարմ և այսինքն նոր մոտեցումներով։ Առաջին հերթին պետք է հրաժեշտ տաք հին ուրեմն խոսույթին, հին վարվելակերպին, հին մոտեցումներին, եթե ինչ-որ քննարկումներ եք սիրում անել մարդկանց հետ, այս կամ այն երևույթը վերլուծելով, ժամերով դրա վրա ժամանակ ծախսելով, ապա ժամանակն է եկել հասկանալու, որ այդ ամենը ձեզ ոչինչ չի տալիս, բացի այն, որ ձեր ժամանակն է խլում և նյարդեր է և եթե նորից կրկնեմ, որ եթե դա տեղի է ունենում ձեր անհատական թվի, այսինքն 2026 թվին, եթե ձեր անհատական թիվը կազմում է 1 թիվը, ապա օգտվեք այս ինֆորմացիայից և եթե նման երևույթ է տեղի ունեցել ձեր կյանքում, որը 2026 թվին հնարավոր է շատ լինի նման դեպքեր, ապա լինեն նման դեպքեր, ապա պետք է անմիջապես ուրեմն կանգ առնել, վերհիշել այն, ինչ որ արդեն ասացի, սա հուշում է, որ կարող եք նոր գործ սկսել, հին գործերը դնել մի կողմ և խիզախություն ունենալ, նոր ուրեմն ռազմավարություն մշակել նոր լայն մեծ գործերի ուրեմն ստրատեգիա մշակելու և այն հետագա 9 տարիների ընթացքում իրականացնելու համար։ Եթե հետաքրքրեց ձեզ տեսանյութը, խնդրում եմ կիսվեք ձեր մտերիմների հետ, գուցե նրանց հետ է պատահել նման դեպքեր և գուցե այն օգտակար կլինի հասկանալու, թե ինչու հանկարծ հանդիպեցին հին անծանոթի և ինչ է հուշում այդ հանդիպումը։ Այսօր այսքանը, ձեզ հետ Արմինե Գրիգորյանն էր, առայժմ